Դե ոնց կարող է մեծ այսպիսի տողերի հեղինակին նստել, սենց անտարբերության ոնց որ այդ հազարանոց փողի վրա տպած։ Հետո որ ուզում է Պարուսևակը նքան շատ տեսնի։ Ճշգրիտ տեսնի։ Փողը միշտ մոտը կրծքի մոտ պահի։ Ես իմ նպատակը չի եղել այդպեսի Պարուսևակ ստեղծել։ Դա իմ մենաշնորհն է, չէ՞։ Պիտի որ համաձայնվեք նաև, որ մի փոքր արտառոց եւ մի քիչ տարօրինակ տարաշխարիկ Պարուսևակ է ստացվում։ Հիմա ես այդ պատմությունն էլ ասեմ, պատահական չի եղել։ Ամբողջ դպրոցի աշակերտություն դուս եկեք դուս տնօրենի եւ ուսուցիչների ներկայությամբ եւ երթվեցին, որ մենք ոչ մեկին թույլ չենք տա այս քանդակը այստեղից դուրս գա։ Իսկ ովքեր էին ցանկացողները, որ հեռացնեն։ Մի օրոք ինձ մոտ ասեց Լևոն, Չուբարյանը բոլորիս առաջ խոստովանեց, որ այսպիսի Մարտիրոսարյան ոչ մեկը չէին կարող անել։ Այսինքն Չուբարյանն ինքն է ասել, որ ձեր Մարտիրոսարյանը իհարկե ես ուրախացա, մի քիչ զարմացա, որտեղ այդ օրվանից Չուբարյանն ինձ տեսնում էր եւ չէր բարևում։ Ալեքսանդր Թամանյանի կենսագրությունից դուք գիտեիք, որ երբ որ նաև շենքերը կանգնացրեց, երիտասարդ ճարտարապետները հավաքվեցին, որոշում ընդունեցին, որ իրան Երևան քաղաքից պետք է արտաքսեն։ Պարուսևակի քանդակը ես իմ ձեռքով բերել եմ, ես իմ ձեռքով տարել եմ, իմ ձեռքով էլ կբերեմ, ավելի տեսանելի տեղ կտնեմ, որպեսզի մարդիկ գոնե իրանք աչքով գան ու տեսնեն։ Որից հետո նորից կտանեք։ Պարոն Էլ չեմ տանի, թողանի հարթեն իր թորնել, թո գեղապետնել, թո այդ մարզպետնել, թողան անգնին ոտքերը որ խնդրեն, ես էլ չեմ տանի։ Ողջույն, 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անին եմ Տեր-Գուլանյան, այսօր իմ հյուրը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։ Ողջույն, պարոն Թոքմաջյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Թոքմաջյան, այսօր անուշադրության կենտրոնում քննարկելու ենք մի թեմա, որ ուշադրությանն է արժանացել։ Հայտնվել է ուշադրության կենտրոնում հանրության ձեր անձը եւ մասնավորապես ձեր քանդակած Պարուսևակի արձանը։ Եվ ես ձեզ հրավիրել եմ այստեղ, որ հարցնեմ, մի փոքր հումորով նաև, իմանալով ձեր հումորի զգացումը, ինչու այդպիսի բան արեցիք, պարոն Թոքմաջյան, ինչը դրդեց ձեզ նման քայլի։ Ուրեմն ես երբ որ գալիս էի այստեղ, մտածում էի, այս հարցազրույցը ես ինչի սկսեմ, վերջից կամ սկիզբ, թե սկզբից գնամ դեպի վերջ։ Եվ ես մտածեցի, սպասի սկզբից գամ դեպի վերջ։ 1986 թվականին, երբ որ հանդիսավորության բացվեց Մարտիրոսարյանի արձանը, որի վրա աշխատել եմ շուրջ 4 տարի, մրցույթ է եղել, մրցույթում ես շահել եմ, առաջին մրցանակ եմ ստացել, գնացել եմ Չելյաբինսկից Մարմար եմ բերել, բացումից հետո, դա 1986 թվականի մայիսի 26-ն էր հիշում եմ, լեփ լեցուներ ժողովուրդը լիքն էին, շատ հանդիսավոր Կարեն Դեմիրճյանի բանով, ղեկավարությամբ բացվեց, բազմաթիվ թերթեր գրեցին, գովաբանեցին, բայց եղան նաև մարդիկ, որոնք մտածեցին, որ հարկավոր է մի քիչ ցեխ նետել եւ քննադատեցին, թե Էս ինչ Սարյանը ոտաբոբիկ է, հակին բան չունի, ոտնաման չունի եւ այլ բաներ։ Ուրեմն ներկաների մեջ էր նաեւ շատ նշանավոր արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին, որը շատ սիրել է Մարտիրոսարյանի արվեստը եւ այդ օրը նա հատուկ հրավերով պետք է ներկա լիներ այդ առանձին բացմանը։ Այդ բացումից հետո անցավ մոտարապես մի շաբաթ կամ 10 օր Լիտերատուրն գազետան գիտեք ինչ շատ մեծ արձագանք ունեցող թերթ էր։ Այն ժամանակ այդտեղ նա հրապարակեց մի հոդված, ուրեմն Մարտիրոսարյանի այդ Մարմարի քանդակն է, կողքն ես աշխատում եմ։ Հետևյալ բովանդակությամբ, որ մենք հիշում ենք Մարտիրոսարյանին, փոքրամարմին, մի քիչ կռացած, փայտը ձեռքին, բայց հանկարծ քանդակի մեջ տեսնում ենք մի հսկա, որը որ կարծես թե աշխարհին ներկեր է նետում։ Հիմա հարց է տալիս, արդյոք հեղինակը ճիշտ է մոտեցել, թե չէ։
Եվ ինքն էլ տակը սկսում է պատասխանել։ Այո, ճիշտ է մտածել, որովհետև Սարյանի արվեստը արդեն ոչ թե միայն հայ ժողովրդիններ, Սարյանի արվեստը ամբողջ աշխարհինն էր։ Սարյանը իր արվեստով իրոք հսկա էր։ Մարտիրոս Սարյանը նմաչել է բազում բարձունքներ, այնպես որ քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ստեղծագործությունը իրով շատ ճշմարտացի եւ իսկական քանդակագործության նվաճում է։ Հիմա տեսեք անցել է մոտավորապես 45-50 տարի եւ կարծես թե պատմության կրկնվում է ինչ-որ բան։ Այո, ես ստեղծեցի Պարուս Սևակի ոնց ասեմ, կոմպոզիցիոն քանդակ եմ ես անում, որտեղ դա ես նպատակ չեմ ունեցել իր դիմաքանդակն անելու։ Բայց Պարուս Սևակը իմ մոտ միշտ մնացել է որպես փիլիսոփա, ոնց որ ինքն էր սիրում կրկնել, ես փիլիսոփա եմ։ Նա ավելի շատ գաղափարական մարդ էր։ Ով որ կարդացել է եւ ծանոթ է նրա ստեղծագործություններին, նա տեսնում է, որ բոլոր գրվածքները դա իրականության անհանդուրժողականության դեմ էր, անարդարության դեմ էր, կեղծիքի եւ փառասիրության դեմ էր։ Պարոն Թոքմաջյան, բայց պիտի որ համաձայնվեք նաև, որ մի փոքր արտառոց եւ մի քիչ տարօրինակ տարաշխարիկ Պարուս Սևակ է ստացվել։ Հիմա ես այդ պատմությունն էլ ասեմ, պատահական չի եղել։ Այդպես տարիներ շարունակ, ես կասեի մոտ 20-25 տարի առաջ, երբ որ Պարուրը նոր էր մահացել այդ վթարից, դե գիտեք, վթարի պատճառներն էլ տարբեր բաներով են ասում, որ նա անդիմություն էր, դա կազմակերպված էր եւ այլ, այդ ճանապարհին դրված է մի հատ քար չէ, որ այստեղ վթար է եղել, եւ ոչ մեկը չի հավատում, որտեղ կարող է վթար լինի։ Լայն ճանապարհը մեկը բարձրանում է վերև, մեկը իջնում է ներքև, իսկ դիմացները, ինչպես գիտեք, Տիգրանաշենն է, Տիգրանաշեն գյուղն է, այն անկլավանա, որ այսօր ադրբեջանցիները աշխատել են։ Եվ անհավանական էր, որ դա վթար լիներ, ինչևից է, այդ կինը ինձ մոտեցավ, դա չգիտեմ, դուք չգիտեք, Գրացիա Բաղդասարյան, սովետական արվեստ ամսագրում էր, արվեստի մեկնաբան էր։ Հիմա թե Պարուս Սևակի երկրպագուներից էր, թե սիրուհիներ, չգիտեմ, դա ինձ կարևոր չէր, կարևորը որ նախընտրեց, որպեսզի ես մի կոմպոզիցիա ստեղծեմ, Պարուս Սևակին նվիրված։ Ես ուրեմն ոչ մեծ չափի երևի այս մեծ մասշտաբով ռելիեֆ է դա, հարթակ հանդակ է, էլի, Պարուրը հենված խաչքարին, երիտասարդ հասակում, ասենց կողքը մի նոր ծառ, երիտասարդ մի ծառ, եւ ինքը նայում է իր գերեզմանա քարին, կակտես թե ինքը գուշակում է իր հետագա ճակատագիրը, ինձ մոտ այդպիսի մի գաղափար էր։ Գործը ծուլվեց բրոնզից, բայց սակայն Գրացիա Բաղդասարյանի մահը ինքը այլևս չտեսավ։ Եվ այդ գործը իմ արվեստանոցում մնաց մոտ 30-35 տարի։ Ես շատ անգամ մտածում էի, որ չգիտեմ ոնց դիմեմ, ում դիմեմ, ոնց անեմ, որ միտեղ լինի, որովհետև հետաքրքիր գործեր։ Վերջապես իմ ծանոթները կապվեցին իր թոռան հետ, Սևակ Ղազարյան, որ այսօր Տուն թանգարանի տնօրենն է։ Նա համաձայնվեց, որ ես բերեմ եւ նվիրատվություն անեմ։ Ինչևից չէ լուսում շատ մանրամասների մեջ ընկնեմ, բերեցինք, ես պատը մի քիչ փորեցի, տեղադրեցինք եւ գրեցի Պարուս Սևակ մտորումներ։ Հա, բացում արեցինք համասարանի ուսանողության հետ, բերինք շորքսին, մի խոսքով։ Այդ օրվանից հետո Սևակը ինձ ասաց, գիտեք ինչ, պարոն Թոքմաջյան, ես կուզենայի, որ մուտքի մոտ լիներ իր դիմաքանդակը, էլի։ Պատկերացրեք, դա ինձ շատ ոգևորեց, էլի մտածեցի, որ այս բարելեվով չի վերջանա այդ թեման ինձ համար։ Եվ ես սկսեցի շարունակել, անել, պորտրետներ էի անում։ Գիտեք ինչ, առաջի հարակից թվում է, թե Պարուս Սևակն հեշտ է նկարել քանդակերը, որտեղ գիտեք, կանգուր, հսկական մազեր, շրթունքներ, քիթի, բանա, մի քիչ ոնց որ մեկն ասեց, դե լավ, հա, խո Ալեն Դելոնը չէր։ Այսինքն, բայց դե նա հանճարեղ մարդ էր եւ շատ կանայք կարող էին եւ սիրահարվել, խնդիր չէր էլի։
Բայց այն նպատակը չէր, որպես Պարուս Սևակի ֆիզիկական այդ հատկությունները ցույց տայի։ Դրանք ինձ համար միջոց էին, որտեղ ես միշտ որ կարդում էի Անրելի զանգակատունը, գիտեք, դա իր մոնումենտալ գործն էր։ Ինչ եք ուզել հաղորդել քանդակով։ Այ որ ասեցիք ես իր կերպարը չեմ քանդակել, քանդակել խելագարություն, չէ՞, այդ ամբողջ մեր անցյալի դարաշրջանի ողբերգությունն էր։ Չնայած Սևակը ինձ հետ վիճում էր, ասում էր, չէ, իմ պապու գլուխ գործոցը դա Եղիսի լույսն է, բայց Եղիսի լույսի ես գիտեմ, որ այնտեղ առանձին բանաստեղծություններ են, բաներ են էլի, այն մոնումենտալությունը, որ կար Անրելի զանգակատան մեջ, ես գտնում եմ, որ այսօր շատ անհրաժեշտ է։ Ահա զանգ է պետք աշխարհին, որ ինչ հակատարվում մեր երկրի հետ, էլի։ Եվ այդ ուզեցա ամբողջ կոմպոզիցիան այնպես անել, որ ինքը Պարուս Սևակը դառնա մի հատ զանգ։ Հիմա այդ պարագայում կարող է եւ շեղվել, կարող է եւ շեղել։ Այսինքն փորձել եք այնպես անել, որ ամբողջ քանդակը հիշեցնի մի զանգի։ Այո, ամբողջ քաղաքը։ Ես երկար ժամանակ մեր շատ սիրելի վարպետ մայստրո Քոչարի մոտ եմ եղել։ Նա է ինձ կանչել, ինձ շատ ինքը սիրում էր, հարգում էր։ Ինձ ասում էր, որ դու պետք է մի քիչ արվեստում սուտ խոսալ։ Մինչև դու սուտ չխոսած, նա չի բացահայտվի, նա արտահայտություն չի ունենա։ Հիմա որ մենք Սաուսի Դավիթին նայում ենք, հա, եթե դու ուշադիր եք, նա այս ծերով է թուրը բռնել, բայց ոսեք ինչ ասեմ, ցաղթևն ուր է։ Նա սենց շորերի մեջ, բաների մեջ կոսկելա, որտեվ իրան պետք չի եղել ցաղթևը ցույց տալ, նրան պետք է աչքը ցույց տալ, որպեսզի դինամիկա ունենա։ Հասկանում եք, արվեստում դա ընդունված է եղել։ Եվ հիմա բերինք, հա, դրանից հետո ես աշխատեցի, ուղղակի այստեղ գուցե իմ բախտը չբերես, որ տրավերտին քար էր, տրավերտին քարը ծակեր է ունենում, անցքեր է ունենում, էլի, բայց դե բոլոր դեպքերում Արարատի տրավերտինի հանքից աշխատողները, որ իմացան ինչի համար է, անվճար, այդ մեծ բլոկը, մոտարապես 2 մետրը մետրի վրա, դա քիչ բան չէ, 3 տոննանոց քարը, տեղափոխեցի իմ արվեստանոցի բակը, եւ իմ բանով սկսեցի անել, ինձ ոչ մեկը ոչ պատվիրելա, ուղղակի Սևակը ցանկություն հայտնեց։ Պարուս Սևակի ժառանգները, թորը հավանել են այդ քանդակը։ Գիտեք ինչ, ախր հենց այդ է խնդիրը։ Երբ որ ես ասեցի Սևակ, ես արդեն վերջացրել եմ պորտրետը։ Մինչև ես 2 տարի առաջ էր դա։ Եկա նորից զանգակատուն իրան ցույց տվեցի, ինքը շատ հավանեց։ Ասեց դնենք ուղղակի մուտքի մոտ։ Հետո անցավ մի շաբաթ, ինձ զանգեց թե պարոն Թոքմաջյան, գիտեք ինչ, մուտքի մոտ հնարավոր չի, որովհետև կողքից դեպի գյուղ ճանապարհ է գնում, գուցե այդ քանդակը կարող է խանգարի։ Այսինքն ինքը այդտեղից հրաժարվեց։ Ասեց ուզում եք տանենք իր հայրական տունը, տան մոտ տնենք կամ դպրոցի մոտ։ Ճիշտ ասած, որ ասեց զանգակատան գյուղ, առաջի հայացքից ինձ մի քիչ բան թվաց էլի, ասի գյուղում դե ով պետք է նայի, աշակերտներից բացի չէ, ով պետք է նայի։ Ասի Սևակ, դեպքում ժամանակ տուր ես մի քիչ մտածեմ։ Այդ օրվանից անցավ 2 տարի։ Եվ այս տարի մի ամիս առաջ իմ ընկերներս ինձ ասեցին, գուցե հետը կապվես տանենք դպրոցի մոտ, հա։ 2 ծմեր, 2 անգամ ձունը ոնց էի մաքրում ծմերները, արևիտակ եմ աշխատել, որովհետև արևիտակ քանդակը արտահայտիչ է, ունի խորություններ։ Այդ ընթացքում չեք աշխատել քանդակի վրա, փաստորեն 2 տարի ձեր մոտ է։ Ամեն օր եմ աշխատել։ Գիտեք ինչ, քանդակը նես չի, որ կոշկակարի գործը չի, որ ասեղը մտցնենք, ստերից դուրս գա։ Ամեն օր, ամեն ամիս ես ինչ-որ մի նոր բան էի տեսնում։ Մի բան էի շետկում, մի բան էի փորում, որպեսզի ավելի արտահայտիչ չլինի, ժամանակ էր պետք։ Եվ Սևակն ասեց, պարոն Թոքմաջյան, դուք ֆոտոներն ուղարկեք, ես համաձայնեցնեմ գյուղապետի հետ, նոր կբերեք։ Ես ֆոտոներն ուղարկեցի, անցավ մի շաբաթ, զանգեց, որ գյուղապետը շատ հավանել է եւ համաձայնվել է։ Հիմա ասեց եկեք պայմանավորվենք, որ ոնց բերեք։
Հələ հիշում եմ, որ ասի, Սևակ, բայց ես տրանսպորտ չունեմ։ Ասում եմ, դե ես էլ չունեմ, միջոցներ չունեմ, ոչ մի շատ լավ ընկեր ունեմ, նա ասեց, մի մտածեք, ես մի հատ կռան կգտնեմ, ես կվճարեմ, մի խոսքով, բերեցինք, իջացրեցինք, աշակերտությունը դուրս եկել, ծափ տվեց, շատ ողջունեց, որտեվ ասեց, այ վերջապես Պարուս Սևակն եկավ իր այն դպրոցը, որտեղ որ ինքը կրթվել մեծացել է։ Հետո ուշադիր նայել են քանդակը։ Բաց մնաց 10 օր, որտեղ մենք չգիտենք հիմա բացում անենք, երբ պետք է լինի։ Հետո մեր զանգեցին, որ նախանցյալ ուրբաթը, ոչ եմ, ուրբաթ օրվա համար բանասենք, պետք է մարզպետն էլ ներկա լիներ։ Ուրեմն միջև այդ մարզպետն էլ է տեսել, որը համաձայնվել է։ Ուրեմն տարան դրեցինք, Համընդհանուր համաձայնությամբ տեղադրվել է արձանը։ ու տեղադրվել է, բացում են կարել։ Այսօրվա պես հիշում եմ Սևակի խոսքերը, որ նա ինտերնետի մեջ գցեց, ասեց իմ խորին շնորհակալությունը պարոն Թոքմաջյանին, նա բարձրացրեց այսօր Պարուս Սևակի դպրոցի երեխաների գիտական եւ բարոյական մակարդակը։ Ասեց դա մեծ բան է, որտեղ ասում ինչքան ես գիտեմ, դպրոցում մի քիչ պակասում էր Սևակի խոսքերն է, մի քիչ պակասում էր Սևակի հոգին։ Թոքմաջյանը այդ հոգին բերեց։ Բա հետո ինչ եղավ, պարոն Թոքմաջյան։ Հետո ինչ եղավ։ Հանկարծ սկսվեց այս, գիտեք, շատ բան ինձ համար անհասկանալի է։ Որն էր սկզբնապատճառը։ Ինչի սկսվեց։ Լավ, ընդունում եմ, թե մարդիկ տեսել են, որտեղ սերի մեջ է քանդակը հիմա, արևը դուրս է գալի շենքի հետևով, եւ այն օրը որ գնացի 2 օր առաջ, ես ինքս էլ բան եղա, իր ուրվագիծն է երևում, քանդակը այդքան չի արտահայտում, որտեղ վրան լույս չկա։ Աշակերտությունը ձեռքը ձեռքին բռնած, ամբողջ դպրոցի աշակերտություն դուրս է եկել դուրս, տնօրենի եւ ուսուցիչների ներկայությամբ եւ երթվեցին, որ մենք ոչ մեկին թույլ չենք տա այս քանդակը այստեղից դուրս գա։ Իսկ ովքեր էին ցանկացողները, որ հեռացնեն քանդակը։ Բայց բանից բարձվում է, Սևակը շատ շտապեց, անմիջապես, ինձ ասում են, բայց ես չգիտեմ, դա ինչքանով է ճիշտ, իբր թե հարցապնդում արել գյուղացիների շրջանում։ Եվ 70% գտել են, որ պետք է հանվի, 20% գտել են, որ պետք է մնա։ Ահա ամբողջ պատմությունը ես միջև այս դրության մեջ։ Հիմա արձանը իր տեղում է, դպրոցի բակում է, այո, արձանը, եւ աշակերտները թույլ չեն տվել, որ հեռացվի, այո, հիմա իր տեղում է արձանը։ Հիմա ես աշակերտության մի բան խնդրեցի, աս երեխեք, այդ դեպքում այդ հարցը տարեք ձեր ծնողներին տվեք, արդյոք նրանք մի քարյակ կարող են արտասանել Պարուս Սևակից։ Ես դժվարանում եմ այդ որտեվ հմեկը եկավ ընդեղ, նկարահանում արեց, հմեկը շատ ոգևորված էր ամեն ինչով, որ հետո վերադարձան ինձ մոտ արվեստանոց, արդեն ինձ հետ պետք է հարցազրույցել էր, չէ, նրանք ցույց տվեցին այդ ոգևորությունը, տնօրենության, ուսուցչական կոլեկտիվի բանը եւ մտել էին մի հատ գյուղացու տուն։ Այդ գյուղացի մոտ բարավ քնիկ գյուղացուն արվում են, ցույց են տալի, ասում են դու համաձայնել ես քանդակում։ Լուսանկարներ են ցույց տալիս, հա։ Բայց պետք է անկեղծ լինենք, լուսանկարները, պարոն Թոքմաջյան, որոնք տարածվել էին սոցցանցերով, Facebook-ով եւ այլն, բավականին այսպես մտածելու տեղիք էին տալիս։ Մի տեսակ արտարոց տարաշխարիկ տեսք ուներ։ Պարուս Սևակ, դուք ինքներդ հավանում եք ձեր։ Դա ասте որ անա ինչ կետից է նկարում։ Դա շատ կարևոր է քանդակի համար։ Ես ես ասեմ, չէ, քանդակի վեր լույս չի ընկել։ Այդ որ գնացի աշակերտության համար, ասենց կանգնած արտասունքը աշխերիցս թափեց։ Ես միշտ արևի տակ եմ աշխատել։ Ես զգացել եմ իր ձեռի շարժումը, ես զգացել եմ իր դեմքի արտադրությունը, ու հանկարծ բերել են քարը դրել են ստվերի մեջ եւ ուզում ենք դրա համար ես տնօրենին ասեցի, տեսեք, եթե կարող եք պահել, եթե չէ, ես ինքս իմ ձեռքով ես այս քանդակը կտանեմ, որովհետև ես այսպես չէի պատկերացնում այս ամեն ինչը։ Այդ օրը երեկոյան ոնց որ թե ինձ ասեցին Արմենիա, այնտեղ մեկը հարց է բարձրացրել։ Այդ ամեն ինչը դուք ինչի չարեցիք միջև քանդակի բերելը։ Այո, հարց է առաջանում։ Հարցում անցկացնեիք,
Քանի որ գյուղացիները սկիզբ չէին էլ տեսել թե այնտեղ ինչ կա, ինչ չկա, լուսանկարներով է չէ քվեարկություն արել։ Այդ երեխեք ասին թե պարոն Թոքմաջյան, մեր ծնողները չեն քվեարկել։ Հիմա թե դա սարքել են, թե չէ սարքել, թե Սևակը երկու խաղ խաղաց, մեկ ասեց շնորհակալություն հայտնեց, հետո էլ ասեց պետք է հանվի, ինձ համար հանելու կա մնում։ Բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ եթե նույնիսկ ինչ-որ մի նոր բան եմ ես դրել Պարուս Սևակի, հիմա անկեղծ ասած այդ օրերին մի քիչ բան եղավ, առաջի տիկին Աննա Հակոբյանի մեկնաբանությունները, որ համաշխարհային արվեստում այդպիսի բան լինում էին եւ օրինակ էր բերել Պիկասոն իր ավտոպորտրետը, որ Թոքմաջյանը Պարուս Սևակին չի քանդակել, նա քանդակել է զանգակատուն, այսինքն տրամադրություն, որը գուցե մենք չենք հասկանում եք, եւ սա բավականի մարդկանց բան արեց, հորդորեց, որ մի քիչ նորմալ վերաբերվեք։ Էդ էլ էր ինձ համար զարմանալի։ Պարոն Թոքմաջյան, դուք անձամբ ճանաչել եք Պարուս Սևակին, չէ՞։ Շփվել եք։ Մի անգամ հանդիպել եմ, եթե դուք ուշադրություն դարձրեք դատախազության պատին մի հատ բանա բազալտի վրա բան կա, ռելիեֆ կա, Պետիկ Թորոսյան, արդարադատության առաջին բանն է եղել, դա ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հայրն է։ Երբ որ ես այդ բազալտի վրա ստեղծեցի պատվեր էր էլի, Ջիմին ասի, Ջիմ Պետրովիչ, տեքստ է պետք։ Նա անմիջապես կապեց Պարուս Սևակի հետ, ասեց Պարուս, որտեղ ես ելելու, մեր լավագույն քանդակագործներից մեկը գալու է քեզ մոտ, խնդրում եմ մի հատ տեքստ պատրաստի։ Գնացի գրողների միությունում ենք։ Իրար հետ նստեցինք, նա այս քանդակեն ասեց, շատ լավն է։ Ես հիմա մտածեմ, թե արժանի տեքստ թղթի վրա գրել տվեց, որ արդարադատության անխոնջ մարդիկ Պետիկ Թորոսյանի հիշատակին։ Եվ բաներ, տարաբոշեմ, տաշեցինք բրցանք, ամրացրեցի։ Այդ մի անգամն է եղել, որ ես իր հետ հանդիպել եմ, բայց իր բոլոր ստեղծագործությունները ինձ համար շատ մեծ դեր են խաղացել։ Ինչ բանաստեղծություն, ինչ տող ա հնչել, որ ձեր ներսում, երբ քանդակում էիք Պարուս Սևակին։ Իհարկե ինձ համար, դե տեսեք, քանդակելուց հաճախ միտս էր գալիս ապրել բանաստեղծությունը, այնպես ապրել, որ սուրբ հողը չզգա քո մարմնի ծանրությունը, քո անպետքությունը, քո անշնորհքությունը, պետք է ապրել այնպես, որ մարդ կա աշխարհն աշալակաստանում, մարդ էլ կա ինքնաթրե շալակն աշխարհի։ Դե ոնց կարող է մեծ այսպիսի տողերի հեղինակին նստել, sense անտարբերությամբ ոնց որ այդ հազարանոց փողի վրա տպած։ Հետո որ ուզում է Պարուս Սևակը կան շատ տեսնի։ Ճշգրիտ տեսնի։ Փողը միշտ մոտը կրծքի մոտ պահի։ Ես իմ նպատակը չի եղել այդպեսի Պարուս Սևակ ստեղծել։ Դա իմ մենաշնորհն է, չէ՞։ Եվ ինձ ոչ մեկը ոչ գումարը վճարել, ոչ էլ ինձ պատվիրել, ասա իմ գաղափարական հենքն է եղել։ Այդպիսի օրինակներ, պարոն Թոքմաջյան, շատ ունենք։ Տեսեք, որ սկզբից քննադատվել են քանդակները, հետո կամաց-կամաց հանրությունը ոչ միայն ընդունել է, այլ նաև սիրել է։ Ես արդեն Facebook-ում, որտեղ ես իմ հեռախոսով ինձ ասում են կողքից, արդեն հիմա մարդիկ են գտերը, որոնք արդեն գովաբանում են։ Ինձ փողոցում հանդիպում են, մոտենում են, որ գիտես ինչ պարոն Թոքմաջյան տղաս Ամերիկայից այդ քանդակի ֆոտոն ա ուղարկել, ասա հրաշք գործ է։ Իսկ Կանադային են զանգում հայերը, թե հանգած չտրվեք այդ բանին, այդ բողոքողներին։ Ուզեմ ասեմ, բոլորը նորմալ են ընդունում։ Եվ ես զարմանում եմ, ամբողջ աշխարհում ես կանգնացրել եմ քանդակներ, մի շարք երկրների, Արգենտինա, Իսպանիա, պատավոր քաղաքացի է, Էջմիածին, Երևան քաղաք, այնտեղ հազարավոր մարդիկ են տեսել, իմ բոլոր ստեղծագործությունների հետևին գրած է քանդակագործ Լևոն Թոքմաջյան, բոլորը թող տեսնեն, որ հայ է հեղինակը, եւ ոչ մեկը ինձ քննադատական խոսք չի ասել։ Բոլորը ընդունել են այնպես, ինչպես որ ես մտածում եմ։ Առաջին անգամ Ռավեննայում Դանթեի, դուք գիտեք, որ Դանթեն իր կյանքի վերջի 20 տարին իրեն արտաքսեցին, այդ նույն մարդիկ
քննադատում էին նրա աստվածային կատակերգությունը, որ նա իբրև թե կրոնական բանից անցել է աշխարհի կյանքին։ Դե գիտեք, նա սիրում էր մի կնոջ Բեատրիչի անունով, եւ այդ Բեատրիչեն դարձավ Դանթեի համար բան, այսպես նրան վտարեցին քաղաքից եւ նա գնաց Ռավեննա, շուրջ 20 տարի Ռավեննայում այդ եկեղեցում ճգնավորապես ապրեց եւ հիմա միջազգային քանդակագործության բան մրցույթ եղավ եւ ինձ առաջ անգամ թույլտվեցին մասնակցել եւ ի բան բոլորի ես առաջին հայ քանդակագործը որ արժանացա ոսկե մեդալի վերադարձա Հայաստան տեսնեմ թերթերում այս քանդակագործները իմ դեմ եկա բողոք են թե իբրտե դա սուտ է դա հնարած է այդպես բան չի կարող լինի միջև որ մի տարի հետո այդ Ռավեննայի այդ կոչումը Centro Dantesco Enzo Fantinin padren եկավ Հայաստան սաղին կանչեց նկարիչների միություն եւ ասեց Տոկմաջան պրիմիերը պրիզորը իտալերեն առաջին պրիզորն է եղել Առաջին պրիզորը եւ բոլորը բերանները փակեցին հիմա այսքանից հետո ես ուզում եմ հասկանալ ինչու՞մն է գաղտնիքը չէ Պարոն Թոքմաջյան, տեսեք Սևակի քանդակը առիթ եղան, որ հիշեմ, որ ձեր բոլոր աշխատանքները եւ հնչեն այդ մասին քննարկումներ, քննադատություններ։ Դուք սկսեցիք Մարտիրոս Սարյանի քանդակի մասին խոսելով քիչ առաջ, չէ՞, երբ որ սկսեցինք հաղորդումը, եւ այսպեսի մի քննադատություն էր հնչում ձեր առիթով, որ Ղուկաս Չուբարյանի Մարտիրոս Սարյանը ավելի ստացված էր, բայց ինչ-ինչ պատճառներով Լևոն Թոքմաջյանի քանդակը զարդարեց Երևանը։ Գիտեմ։ Ինձ ասեցին։ Այդ ինչ պատճառներ են, ձեզանից լսենք։ Ես չգիտեմ, այդ գրողնով է եղել։ Դա սրիկայի մեկն է։ Նա չի իմանում, թե կոնկուրսը ո՞նց է եղել։ Կոնկուրսը իմ աչքի առաջ է եղել։ Իսկ ինչպես է եղել։ Հիմա նայեք։ Ուրեմն 1983 թվականին հայտարարվեց Մարտիրոս Սարյանի մրցույթը։ Գիտեք որտեղ է։ Այդտեղ մի հատ քար էր դրված, որ այստեղ կանգնեցվելու է Մարտիրոս Սարյանի արձանը։ Հայտարարվեց մրցույթ։ Եվ ես մասնակցում էի, երկու տուրից է եղել, մեկը 83-ին, մի տարի հետո ընտրվեց մի հատ խումբ, մասնակցողները շատ էին, 12-13 քանդակագործներ էին, էլի, որի մեջ ես էլ էի, ընտրվեց ժյուրիի կողմից 3 նախագիծ, որը պետք է երկրորդ տուրին մասնակցի արդեն, փակ մրցույթ է, տենց է կոչվում, ես, Արայիկ Շիրազը եւ Չուբարյանը Սա ճշմարտությունն եմ ասում։ Մեր աշխատանքները շարված էին նկարիչների միության վերևի դահլիճում։ Պետք է որոշվեր, թե այս իրեքիցս ում պետք է տան առաջին մրցանակ եւ դնելու իրավունք։ Գիտեք, շատ կոնկուրսներում մրցանակը տալիս են, բայց գրում են առանց իրականացնելու։ Այսինքն ինչ որ բան լավ է, բայց ընդհանրապես որպես մոնումենտ լավ չի։ Երկրորդ տուրում Չուբարյանի աշխատանքը արժանացավ երրորդ մրցանակին եւ նա կոնկուրսից դուրս արդեն իր մրցանակը ստացավ։ Պայքարը գնում էր իմ ու Արա Շիրազի մեջ։ Այսօրապես հիշում եմ, հիմա որ նախագահական նստավայրն է, չէ, առաջ գիտեք, Գերագույն խորհրդի շենքն էր։ Վերևի դահլիճում Գերագույն խորհրդի շենքում քաղաքապետ Մուրադ Մուրադյանը ասեց, որ բաններ ժյուրի նախագահ Գրիգոր Խանջյանն էր։ Զանգեց ասեց, որ Լևոն, ձեր աշխատանքները դու եւ Արա Շիրազը, ես այս պատին եմ շարել, Արա Շիրազն էլ այս պատին։ Ոնց որ բանը լի էլի։ Հիմա ժյուրին պետք է գա եւ մեզանից մեկն ու մեկինը որոշի։ Այս ժամանակ ուրեմն ինձ հրավիրեցին Լեհաստան քանդակագործների մրցույթի։ Ես տարա աշխատանքները սաղ շարեցի բանի ու թռա Լեհաստան։ Լեհաստանում աշխատեցի։ Այսինքն այստեղ էլ չեք եղել։ Մի խոսքով, ես հեռագիր ստացա եկա Մոսկվա, Էցիկ Արևշացյան ճարտարապետն էր ժյուրի անդամ էլի։ Դե Լևոն շուտ արա վերադարձիր Հայաստան։ Որտեղ Մարտիրոս Սարյանի մրցանակը քեզ է հանձնված։ Դե ես խոր չեմ, անմիջապես տոմսարա վերադարձա Խանջան եկամ ինձ մոտ արվեստանոց, ասեց ուրեմն սենց հա պայմանները, դու մի հատ մի մետրանոց, այսօր սենց արել չէ, կամ նստած, մի մետրանոցը պետք է անես, մենք գանք վերջնականապես նայենք, եւ դու արդեն կանցնես գործին։ Այդտենց էլ եղավ,
մի ամսվա ընթացքում ես մի մետրանոց նարեցի արվեստանոցում կավի վրա, Մուրադ Մուրադյանը եւ Գրիգոր Խանջյանը եկան նայեցին, արձանագրությունը կազմեցին, որ ինձ իրավունք տվեցին շարունակելու։ Ահա ամբողջ պատմությունը, թե Չուբարյանը այդ որտուց եկավ անգամ այստեղ, ես չեմ մանում։ Այս արդեն սրիկայությունն է, այս արդեն բան են անում, ուզում են խեղաթյուրեն ամեն ինչը։ Իհարկե ես տեսել եմ նաև Չուբարյանի քանդակի պատկերները, իսկապես հաջող է, բայց ես շատ սիրում եմ ձեր քանդակը Մարտիրոսյանի, Մարտիրոսյանի, ինքը մաշկիս առաջն է։ Մենք փոքր տան էինք, չէ, այսքան էր էլի։ Նա արել էր ճիշտ Մեսրոպ Մաշտոցի նման նստած, սենց գզգզված մազերով, սենց փռված մի քիչ հետ ընկած, այո։ Մի ձերին վրչինը, մյուս ձերին էր պալիտրան։ Ինչ կապ ունի իմ արածի հետ։ Բայց հերցակապես ոչ մի կապ չունի։ Կամ այդ իրա թորնա այդ զառանցանքի մեջ, այդպես է ուզում։ Այդ ուրիշ բան է։ Մարտիրոսյան քանդակը ձեր ստացված է եւ Երևանի խորհրդանիշներից մեկն է դարձել։ Ես ուրիշ բան ասեմ։ Եվ իդեպ իմ սիրելի քանդակներից մեկն է նաեւ ոչ միայն Մարտիրոսյանը, նաեւ Ենկին-Բարյանի քանդակը։ Չուբարյանը ներողություն, այդ ժամանակ դաս էր տալի մանկավարժականում էլի։ Մի առիթով ինձ ասել է նկարիչ Զախար Խաչատրյանը, որ Չուբարյանն է շատ մտերիմ էր, ինքն էր դասախոս։ Մի օր եկավ ինձ մոտ ասեց Լևոն, Չուբարյանը բոլորիս առաջ խոստովանեց, որ այսպիսի Մարտիրոսյան ոչ մեկը չէին կարող անել։ Այսինքն Չուբարյանն ինքն է ասել, որ ձեր Մարտիրոսյանը ավելի ստացավ։ Իհարկե ես ուրախացա, մի քիչ զարմացա, որտեվ այդ օրվանից Չուբարյանն ինձ տեսնում էր եւ չէր բարևում։ Չէր բարևում։ Ես մտածում եի, ախր ես իրան որպես ուսուցիչ եմ, միշտ դնում եի ասում եմ Գեր Չուբարյան, մի հատ էսքիզ եմ արել, բերեմ ցույց տամ, այսինքն շատ մեծ հարգանք ունեի ես իր նկատմամբ։ Ու այդ մրցույթից հետո, դե գիտեք, ինքն ու Սարյանը Ռաստովի հայերից են, բան են, հայրենակից են։ Ես որ մի Սարյան եմ արել, դրել եմ Դոնի Ռոստովում, նա արդեն ուրիշ է, կանգնած վիճակով էր։ Մի օր աչքս ընկավ Միասնիկովը, ուլիցը Ալեքսանդր Միասնիկով, այսինքն Միասնիկյանի հայրենակիցն են եղել սաղ էլի, Չուբարյանն էլ այնտեղից եղել։ Դե բնականաբար կուզենար որ Իրանը լինի, բայց Իրանը չի եղել։ Դրանից հետո ես մասնակցել եմ նաև Արամ Խաչատրյանի մրցույթին, որտեղ ես կապելային որ երգում էի, Արամ Խաչատրյանի մաշկի առաջն էր։ Այդտեղ ինձ տապալեցին։ Այդտեղ ինձ Կարեն Դեմիրճյանն ասեց ուզում ես այդ հրապարակում երկու մոնումենտ դնես։ Հասկանում եք, այդպես գնաց էլի խոսակցությունը, բայց իմ Արամ Խաչատրյանի բրոնզադյուր քանդակը այսօր դրված է Մարսելում կոնսերվատորիայի դիմաց։ Իսկ մյուս տարբերակը մեր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում։ Այսպիսին է պատմությունը, այսպիսին է իրականությունը։ Ճիշտ ասած ես շատ չեմ տխրում, ընդհակառակը ես իմ շնորհակալությունն եմ հայտնում իմ թշնամիներին, որ միշտ ինձ ստիպել են, որպեսզի ես զգոն լինեմ։ Չէ, Իսահակյանը մի լավ խոսք ունի, ասում է սարերը քնում են, լեռները քնում են, բայց թշնամին չի քնում։ Չի քնում։ Եվ ինչպես Լորկան ասեր, ոչ ոք չի քնում այս։ Հանկարծ քթավ, օ, պարոն Սևակ, այնը ովքեր են քննադատում։ Պարոն Թոքմաջյան, այս ամեն ինչը ինձ ստիպեց մի խոսույթ հիշեմ, որ կուզենայի ձեզ ասել, երիտասարդ քանդակագործները, այդքան էլ ոչ երիտասարդ, քանի որ դուք այնքան պատկառելի տարիք ունեք, որ ձեզանից երիտասարդները այդքան էլ երիտասարդ չեն արդեն, պնդում եմ, որ ձեր ներկայությունը խանգարում է իրենց, այսպես քաղաքային այսպես քանդակագործության մեջ իրենց տեսակ ունենան, գույն ունենան, Երևան։ Ինչ կասեք այդ մասին։ Այսպես մի քիչ բամբասակի մակարդակի խոսույթ է, բայց կուզենայի որ դուք հիշել Ալեքսանդր Թամանյանի կենսարգությունից դուք գիտեիք, որ երբ որ նաև շենքերը կանգնացրեց, երիտասարդ ճարտարապետները հավաքվեցին, որոշում ընդունեցին, որ իրան Երևան քաղաքից պետք է արտաքսեն։ Ինչի, որովհետև նա բերեց նոր ճարտարապետություն, հենվելով եկեղեցական ճարտարապետության վրա, չէ՞, այդ բոլորը դա գաղտնիք չի։ Եվ վերջերս մի հատ հաղորդում եղավ Իտալիայից իտալական ճարտարապետության մասին, եւ նրանք խոստովանում են, որ մենք իտալական ճարտարապետությունը գալիս է թամանյանական
ճարտարապետության սկզբունքներից եւ այդ մարդուն ինձ պատմել է Աղասի Այվազյանը արձակագիր, որտեղ մենք շատ մտերիմ էինք, ինձ մոտ էր գալի ինքը, շատ անգամ ինքը մոտենում ասում էր Լևոն ջան, բան այդտեղ մի դիր, ասես Թամանյանի պես մարդուն ուզում ենք հակից դու արտաքսեին, որ նա պետք է դուրս գա, ոնց որ Դանթեին ժամանակին Ֆլորենցիայից արտաքսեցին Ռավեննա։ Հասկանում եք, ես ասեցի նույն բանը շարունակվում է։ Հիմա ձեր հարցին, որ ես ոնց եմ վերաբերվում, ես կարծում եմ, որ շատ երիտասարդություն այսօր ինձ գալիս է, տեսնում է, խոնարհվում է, եթե ինքը լավ բան է տեսնում, անպատճառ ընդունում է, նա գիտի, որ ես լուսանկարչություն չեմ անում, ես ստեղծում եմ հոգու արվեստ, ես ստեղծում եմ հոգեբանական, տրամաբանական, գաղափարական, իմ քանդակային ձևերը սա գալիս են բովանդակությունից, եւ ոչ թե ես մի հատ ձև եմ ընտրում, հետո մստում մտածում եմ, հա, սրան ինչ անուն տնեմ, այսօրվա քանդակագործությունը էդ է, եւ իրանք զարմանում են, որ կարելի է տրամադրություն քանդակել, դու գիտեք, որ ես նաեւ նկարում եմ, ես նկարության մեջ նույն սկզբունքներն եմ օգտագործում, խարակտերը պահում եմ, ընդհանուր խարակտերը, բայց դա մեջ դնում եմ նաև տրամադրություն, հոգի, հիշեք Մոդիլյանին, որ Իտալիայից եկավ Ֆրանսիա եւ մտավ Պիկասոյի մոտ աշակերտության, Պիկասոն զարմացած էր, գիտեք Մոդիլյանի նկարները, չէ, դեմքերը երկարացրած մի քիչ, այդ մեր մարմինները ցկված, երբ որ նա բերում էր մեկին նստացնում որ նկարեր, նա նկարում նրա նայում էր, բայց իր պատկերացրած տիպաժներ նկարում, չէ, աղկանանց մոտ աշկերի մեծ կապույտ գույնի ծով, անսահմանություն, այդպես էր ինքը մտածում, բայց իրան հալածում են եւ այդ մարդը սովից մահացավ։ Հիմա էս է իրականությունը, ես կարծում եմ, որ առողջ երիտասարդությունը պետք է հասկանա, որ ես իրանց համար ճանապարհ եմ բացում, անկեղծորեն եմ ասում, որտեղ ես տանջվում եմ, որպեսզի այդ հեշտ կլի, որ նկարից ես անեմ ու պրծնեմ, բայց չէ, Մարտիրոս Սարյանի արձանից հետո ես դրեցի Կարաբալա, որ նորից անուններ կպցրեցին, թե նա թուրք է, էս է, են է, բայց ես դրել եմ բարի մարդու կերպար, դուք գերևի տեսած կլեք, Սիլվա Սուքասյանի գիտեք, ռադիոյի աշխատակից, նա մի գիրք հրատարակեց, որը կոչվում էր մի կաթիլ բարություն, որը նվիրված էր Կարաբալայի քանդակին, որ նրա մոտ ոչ թե նա ծաղիկ էր ծախում, այլ ծաղիկ էր նվիրում, եւ ասեց, որ եթե մենք հայերս մի կաթիլ բարություն ունենք մեր մեջ, ապա մենք Հայաստանը կլինի 3 միլիոն բարություն, դա արդեն բարության օվկիանոս է, բայց մենք չենք անում, չարությունը մեր մեջ նստած է, դրանից հետո դրեցի Լեոնիդ Ենգիբարյան, որով նույնպես, թե Ենգիբարյանը այդպես նիհար չի եղել, չէ, շատ ստացված չի կարելի, Երգիբարյանի ես որ կրկեսում տեսնում էի, ես շատ մտերիմ էի իր հետ, մարմնի ամբողջ ճկունությունն է, այո, ճկունությունն է հաղորդել, այդ թրիշկը, այդ ամեն ինչը, ես չեմ ուզում, որ Վան Գոգի նման իմ մահից հետո ինձ հասկանան, բայց իրականությունը այդպիսին Խեչ Վան Գոգ, քարակոծում էին ոնց էին քարակոծում։ Պարոն Թոքմաջյան, դուք նախ այնպիսի պատկառելի տարիք ունեք եւ այնքան մեծ կյանք եք ապրել, որ ձեզ ոչ քննադատությունները պիտի այլևս ուզեն, ոչ էլ գովեստի խոսքեր ուրախացնեն։ Կարծում եմ այնպես, որ ամուր եղեք այդ հարցում։ Եղավ, շատ շնորհակալ եմ։ Պարոն Թոքմաջյան, շատ ուրախ եմ, որ գոնե ինձ հասկացողներ կան։ Պարոն Թոքմաջյան, դուք գոհ եք այսօրվա մեր երևանյան այսպես քանդակներից, արձաններից եւ կա որևէ արձան, որ դուք օրինակ շատ հավանում եք որպես արվեստի գործ։ Գիտեք, ես հիմա արդեն ուրիշ տեսակ եմ մտածում։ Ախր տեսեք, տիկնիկային թատրոնի դիմաց դրվեց դա ծաղրանք էր դերասանին։ Եվ ոչ մեկը երեք մի ինչ-որ ռուս տուրիստ ինձ ասեցին, զանգեցին, որը որ շատ է Հայաստան գալիս կնում, գիտեք ինչ էր գրել։ Գրել թե ես զարմանում եմ, բանի Երևանի քաղաքի կենտրոնում են բանի խմբերն են։ Տղամարդիկ արձանախումբը։ Չէ, այդ որ տարածք են, մեր կինը, այս ցանցերով, բաներ, մոդեռ
Գուլբեկյանը ոնց է Հայ, կոչվում։ ճիշտ Հա, ասած չեմ կարող։ դե դրված Արնո Բաբաջյանն մատացույց տարել, այդ տեխնիկայի թատրոնի այդ ծաղրանքն է, ասել ես բոլորը թողել են, գնացել են հեռավոր մի գյուղ եւ Պարոս Սևակին են քննադատում։ Ինքը զարմացած է։ Տեսեք, օտա երրասին արդեն զարմանում է։ Դե Դավիթ Բեջանյանի արձանել է այդպես մանր։ Մեր սիրելի Մանարյանին, այդ ինչ են սարքել, հա։ Եվ իր տնտեսիները գոհ են, հա։ Հիմա նրանք այդ քանդակագործը ինձ քննադատում է։ Դե այդ կոմիտասի ասացի պես, դե արի մի գժվի վարդապետ։ Դուք չասեցիք հիմա մինչև վերջ, թե որ քանդակն եք հավանում Երևանում։ Շատ եմ հավանում Նիկողոսյանի, Միքայել Նալբանդյանը, հրաշք։ Հիմա ով ինչ ուզում է, գիտեք ինչքան քննադատեցին, բայց ինձ համար այդ պլաստիկան, որտեղ քանդակագործության մեջ համար առաջին դա պլաստիկան է, ֆորմաների հարմոնիան։ Գիտեք, անդի ես նաև երգիչ եմ եղել, երաժիշտ եմ եղել։ Չեքիջյանը, որին ես պաշտում եմ, ինձ սովորացրել է, որ ամեն ինչի մեջ պետք է հարմոնիա լինի, մեղեդի լինի։ Ես աշխատել եմ իմ ամբողջ կյանքում, որ իմ քանդակների մեջ լինեն մեղեդի, հարմոնիա, բայց ոչ թե այդպես տձև քանդակներ եւ հերիք չի դա, նա ինձ քննադատում է, որովհետեւ իր աշխատանքին ոչ մեկը ոչ լավ ասեց, ոչ վատ ասեց։ Ամենամեծ անտարբերությունը դա է եղել, դա է իրան, որ քանդակում քննադատում են, լավ է, թող քննադատեն։ Բա ոնց Ձեր քանդակը հասկացողությունը չունեն։ Ձեր Պարոս Սևակի քանդակը բավականին աշխուժություն մտցրեց հանրության մեջ, իդեպ մի քիչ անտարբեր դարձած նաև թմրության մեջ գտնվող հանրության մեջ, ըստ ձեզ մեր հանրությունը առաջինայինը երկրորդականից տարբերում է, որովհետև օրինակ Չէ։ Եթե տարբեր էին, էլի, նախ այդ տղամարդիկ այդ խումբը կինոից վերցրած դոկումենտալ մի հատ ֆիլմ։ Դավիթ Մինասյանի արձանն է, չէ՞, քանդակը։ Չէին ասի, որ նույն բանը մենք կինոյում տեսել ենք։ Իմաստը որն էր, որ նույնությամբ պետք է անեիք։ Երբ որ Կարեն Դեմիրճյանը գալիս էր իմ արվաստանոց, Դուք չեք հավանում այդ քանդակը։ Աշխատում։ Ինձ ասում էր Լևոն, այտենց ավելի խորամանկ աչքեր, ոնց է Սարյանի աչքերն են։ Այ աշխատի այդ որտեղ ոչ մի նկարիչ Հայաստանին այդպես չի տեսել, խորաթափանց։ Եթե ուշադրել եք իմ քանդակի մեջ, ասենց հոնքերի տակից եմ բերել Սարյանի աչքերի այս բաները։ Ոտաբոբիկ եմ արել, որտեղ ինքը սիրում էր մայր հողի վրա դնել իր ոտը։ Բան կար, մի հատ նկարիչ կար, Ալեքսանդր, նորացա։ Նա վերկացավ, ասեց, այ ընկերներ, Սարյանի հետ մենք գնում էինք կեզյուտների, նա հանում էր չստերը շպրտում էր ոտի, այդ կոշիկներ են ինչ էր, վայ ասում, ոտս ուզում եմ դնեմ հողի վրա, որպեսզի զգամ նրա ջերմությունն ու խոնավությունը, այնպես որ ասես Թոքմաջյանը ճիշտ է վարվել։ Սարյանի արձանը հետաքրքիր է, այդ մոնումենտալ իր կեցվածքով հանդերձ ձեր քանդակը ինքը մի տեսակ մեծ լինելով, այդ մեծությունը չես զգում տարածության մեջ, զգում ես նկարչի մեծությունը, զգում ես հանճարի թափն ես զգում, ոչ թե արձանի մեծությունը, հետաքրքիր բան։ Իրատական Ղազր Սարյանը, գիտեք, կոմպոզիտոր, այդ ժամանակ որ աշխատում էի, կոնսերվատորիայի ռեկտորն էր։ Ուրեմն մենք փակել էինք, արդեն մարմարները իր վրա էինք դրել, ես ամեն օր գալիս աշխատում էի, դե նա ոտքով Իրանստանից գիտեք, Սարյան փողոցով գալիս էր կոնսերվատորիա էր գնում։ Ամեն անգամ գնալուց մոտենում էր, ասում էր Լևոն ջան, պապայի քիթը մի քիչ սենց արա էլի, պապայի աչքը մի քիչ սենց արա էլի։ Ես հիմա դե իրան բան չէի ասում, մի օր որ եկավ, ասի Լազար Մարտիրոսովիչ, մի բան պետք է խնդրեմ էլի։ Այս ինչ որ ես անում եմ, ձեր պապան չի, սա աշխարհինն է։ Դուք մի փնտրեք այստեղ ձեր պապան։ Դուք տեսել եք փոքր, պապային ուրիշ տեսակ, բայց դուք իմ աչքերով նայեք ձեր պապային։ Անցավ մի ամիս, նա մի ինձ երկտող ուղարկեց, որ պարոն Թոքմաձյան, ես շնորհակալ եմ ձեզանից։ Այս ժամանակ Ալաքսյան կինը կար, բաներ չէ, երաշտա բաներ էլի, հա։ Նա էլ տեսավ, ասեց, դուք ճիշտ եք, մենք ձեր աչքերով պետք է նայենք։ Հիմա նույն ես ուզում եմ խորհուրդ տամ բոլորին։ Պարոս Սևակի որ գուցե լուսանկարները կսևանան, կխամրեն,
բայց քանդակը կմնա։ Գնան տեսնեն զանգակը։ Իմ աչքերով մոտեցեք Պարուս Սևակին, կտեսնեք, որ ամեն ինչը ճիշտ է։ Եվ պետք է այցելել եւ բնական տեսնել։ Պետք է գնան։ Դրա համար ես որոշել եմ, ես Պարուս Սևակի քանդակը, ես իմ ձեռքով բերել եմ, ես իմ ձեռքով տարել եմ, իմ ձեռքով էլ կբերեմ, ավելի տեսանելի տեղ կդնեմ, որպեսզի մարդիկ գոնե իրանք աչքով գան ու տեսնեն։ Որից հետո նորից կտանեք։ Պարոն Թոքմաջյան, Էլ չեմ տանի, թող գանի հարթեն իր թորնել, թող գեղապետնել, թող այդ մարզպետնել, թող գանան ոտքերը որ խնդրեն, ես էլ չեմ տանի։ Այն տուրիստի ասացի նման այդ հերավոր գյուղում Պարուս Սևակի քանդակի նայում եք, Երևանի կենտրոնին այդ այլանդակությունների չեք նայում։ Այսպես է ճշմարտությունը։ Երբ որ գարզուն, գիտեք, շատ աղանդավոր մեր հայրենակիցը գարզուն, որի հետ ես Փարիզում հանդիպել եմ, երբ որ մենք համերգներ ունենք բանի երգչախմբի հետ, մի օր տեսա համերգային դահլիճում գարզունը նստած զերափայտով կնոջ հետ։ Հիմա ինձ կողքից երկիշները ասին, Լևոն, այն գարզունը, ասին սպասեք, մենք այդ օրը երգում էինք Եկմալյանի պատարագը, ասի երբ որ կգանք Սանկտուս, չէ, Լակրիմոզա, արցունքների տեղը սուրբի, եթե նա թաշկինակը հանեց աչքերը սրբեց, ուրեմն դա գարզուն է, ուրեմն գիտեք պատարագը մասերից է, չէ, առաջի համար ուրիշ է, եկանք հասանք 4-րդ մասին, սուրբի տեղը, որ հրաշալի է Լուսինե Զաքարյանը երգում, տեսանք գարզուն թաշկինակը հանեց ու արցունքները սրբեց։ Ես հասկացա գարզունը։ Համերգը վերջ հասնելուց հետո ես բեմից ինձ քրեդիները գնացի իրան հետևից գրկեցի, ասի, պարոն Գարզու, եւ ես լուսանկար ունեմ մի հատ, ես ու Գարզուն իրար հետ։ Գարզուն որ ակադեմիկոս դարձավ, ամեն մի ակադեմիկոս պետք է ճառ ասեր, ինչ որ մի բան պետք է ասեր, էլի։ Նա ընտրեց Պիկասոյին քննադատելու թեման։ Զարմանալիորեն ասում է, այդ ժամանակ արդեն Պիկասոն գիտեք, կերպարվեստի հսկա, ամբողջ աշխարհում ընդունված, Գարզուն որոշեց բան երևալու համար, օրիգինալ, նա սկսեց քննադատել։ Նա գովաբանեց Պիկասոյի առաջի շրջանը, ավելի ռեալիստական շրջանին գործերը, եկավ, հասավ այդ իր վերջին էքսպրեսիոնիզմը բանը եւ այլ բաները, եւ շատ քննադատություն արեց։ Դրանից հետո իհարկե բոլորս հարմացած էին Գարզույրա, թե դու ինչ համարձակություն ունեցար քննադատել։ Բայց դրանից Պիկասոն չտուժեց։ Ընդհակառակ նա տեսավ, որ ուշադրության արժանի։ Հիմա անիջան դուք գրականության ասպարեզում ձեր պապանել Մերուժան Տեր-Գուլանյանին, որ ես շատ սիրում հարգում եմ, իմ ընկերս է, իմ ժամանակակիցն է, այդպիսի բաներ լինում են, որ ժամանակը բան է, այսպես ըմբոստ է, բայց մեր ժամանակը այնքան խախտված է ախր այսօրվա մեր ժամանակը։ Ուրեմն Արգենտինան կոնկուրսը հայտարարել քանդակագործների, թեման գիտեք ինչ է, աշխարհը գլխի վրա է շուռ եկել, այսինքն մեծ մասշտաբով գլոբալ իմաստով էլի, որին որ մասնակցում է իմ տղան, մեծ տղան Վահեն, որը հիմա Կանադայում ապրում։ Նա քանդակել է մի էսքիզ, որտեղ որ մարդը էշին շալակած տանում է։ Դե գիտեք, մենք սաղս գիտենք, որ դա Մոսրա Նասրադինի առակներից է, ով ուրիշին լսի, էշին շալակած պետք է տանի, այո։ Եվ պատկերացրեք, որ իրան ընդունել են, էսքիզը ընդունել են եւ ինքը շուտով կգնա այդ գործը ավելի մեծ չափով ստեղծելու։ Աշխարհը այսպեսին է դարել։ Եվ այդ պայմաններում այդ հսկայական խնդրը թողած, ասեն թե Պարուս Սևակը նման է, թե նման չի, սա խեղճակացություն է արդեն։ Պարոն Թոքմաջյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ, ինչպես նշեցի, պետք է քննադատությունները այդպես չմտահոգեն, ինչպես նաև նշեցի գովեստի։ Եղավ, շնորհակալ եմ։ Եվ ես կաշխատեմ, որպեսզի նույնիսկ այս տարիքում զգալ, որ ես ունեմ նաև համախոհեր։ Այդպես չի, որ բոլորը չարությամբ են լցված։ Այո, չարությամբ են լցված, որտեղ քանդակագործները զգում են, որ իրանք չեն կարողանում ոչ մի բան իրականացնել։ Իսկ ես իրականացնում եմ։
Հասկանում եք, դա ձեր պապան շատ լավ կհասկանա։ Շնորհակալ եմ եթերի համար, պարոն Թոքմաջյան, ձեզ ցանկանում եմ ամրություն, առողջություն, երկար տարիների կյանք։ 24 նյուսի եթերում անուշադրության կենտրոնն էր, այսօր իմ հյուրը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էր, կհանդիպենք հաջորդ կիրակի, հետևեք 24 նյուսին։